Ազրաբյան, մի հատ հարցտամ, հիմա նայեք, օրինակ հիմա այս ներքաղաքական վիճակում երկրորդ ու երրորդ նախագահների թիմերի միջև կա բավականին սուր բանավեճ։ Դուք ինչ եք անում, ասենք օրինակ այս վերջերս համացանցում տեսա, ասում են ՀԱԿ-ը տենց սիրում ծխում է պոպկորնով, տենց ինչ-որ վայելելու պրոցես կա ձեր մոտ այդ բանը։ Հիմա գիտեք ինչ, Տես մեկնաբանություն կա, որ Բարսելոնն ու Ռեալը կրվում են, Ատլետիկո Մադրիդը նստած է, այդ վիճակն է։ մեծ հաշվով դա հետաքրքիր չի։ Հա։ Որովհետև, ասենք, ես հասկանում ինչ է տեղի ունենում։ Ինչ է տեղի ունենում։ Տեղի ունենում հետևյալ բանը։ Սկսած 18 թվականից դա եղել է միասնական ճամբար, որը փորձել է Փաշինյանին բարանի, հեռացնի։ Եղել են մի քանի փորձեր։ Մի քանի եկեք չմոռանանք, բավականին, սենց ասեմ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սասանած փորձեր, չմոռանանք։ Նոյեմբերի 9-ից հետո երբ որ արդեն մի հատ վիճակ էր ստեղծել, որ գեշտաբի պետներ պահանջում Փաշինյանի հրաժարականը, նախագահը հանրապետության պահանջում էր, չգիտեմ, մի հատ վիճակ էր ստեղծվել, որ բաներ շատ անկայուն էր։ Թվում էր թե հեսա։ Հա, այսինքն մի քանի անգամ այդ փորձը արվել է։ Այո։ Հիմա դա չի ստացվում, բայց մոտենում են 2026 թվականի ընտրությունները։ Հիմա եթե մի քանի անգամ չի ստացվել, այդ քաղաքական ուժերի credibility-ին, վստահելիությունը ընկնում է, այսինքն այդ հավատը իրենց նկատմամբ, որ դա հնարավոր է անել։ Հետևաբար հիմա իրանք պետք է գտնեն պատճառները, թե ինչու դա չստացվեց։ Այ պարզվում է, որովհետև ըստ Քոչարյանականների, որովհետև Սերժ Սարգսյանն է խանգարում, ըստ Սերժ Սարգսյանի, որովհետև Քոչարյանն են խանգարում։ Այսինքն իրանք խանգարում, եթե դրանց բացահայտենք, ոչ մի տեղը դնենք ու այս իրանց բանը հանենք, արդեն մենք լրիվ ուրիշ պոտենցիալ ենք ձեռք բերում ու արդեն կարող ենք այդ իշխանափոխությունը կատարել։ Ընդհանրապես սա է։ Ես ասեմ, ու դա բնականաբար վերածվում է բանի այդ պայքարը վստահելիության համար բանա մի անգամ գալիս է այդ հարցին որ դու չես ուզում Նիկոլին գցես մենք ուզում ենք այն մյուս ասում է չէ դու չես ուզում Նիկոլին գցես մենք ուզում ենք հետևաբար պարզվում է մի անգամից դա տրամաբանական շղթա վերածվում է այս հարցի իսկ ով է բերել Նիկոլ Փաշինյանին հələ եկեք մի հատ այդ հարցը հələ պարզենք Իրեմ ձեզ են մեղադրում Նիկոլ Փաշինյանին բերելու մեջ բայց ես վերջերս դա ավելի թուլացել լավ որովհետեւ հիմա մեզ հոգե զավակ են մեր համար այո հիմա էլ կա մեկնաբանություն հա դե 100 անգամ ասել ենք պարզ ասել ենք երկար պարզաբանում ունենք եթե դուք նայեք ոչ թե պարզաբանում այլ քննարկել ենք ուղիղ տվել ենք հիմա էլ չանդրադառնանք դրան այդտեղ չէ բայց ես ուզում եմ մի հատ բան ասեմ որը մի հատ նոր լույս սփռեց ու ցույց տվեց որ իմ ասածը ճիշտ էր որը այն ասեմ որը Արմեն Աշոտյանը վերջերս հոդված է հրապարակել որտեղ ինքը այս վերջերս շատ հաճախակի հրապարակ բայց մի հատ կարևոր բացահայտում արել ինքը ընդունել է ասել է այո մենք Նիկոլի ռասկրուտկա արել ենք բայց ինչի համար ենք հա այո մենք այդ բանը արել ենք հիմա կոնկրետ բառերով կարող է բան անեմ բայց ինքը ասել է բայց մենք ինչի համար ինչ ենք արել ինչ նպատակի մենք չենք այդ նպատակ հետապնդել իրան բերել իշխանություն մենք իրան մենք այդ արել ենք որ թույլատնենք գործող օպոզիցիային, այսինքն Հայ ազգային կոնգրեսին։ Ինքը բացահայտ դրա մասին գրել է։ Ու բայց ռասկրուտկայի բանով չի ասել, ես հիշեցի ինչի մասին է խոսքը, են ինչ որ ես եմ ասում, ցանկացած իշխանություն կանի տրամաբանական է։ Ինչ եմ ասած։ Այսինքն դու բանա կոնկրետ ուժեղացրել ես ինչ որ մի մարդու, չէ, մի մարդու չէ, հոսանք, որն է դեմ դուրս գա կոնգրեսին, թույլատնի կոնգրեսը։ Չէ, բայց Աշոտյանը չէ լավ, ես ուրիշ ձև ասվել է, բայց լավ այնուամենայնիվ։ Ինչ է։ Դե լավ, Աշոտյանը հիմա ասեմ, ես նպատակ չունեմ այս ամենի մեջ խառնում, եթե ձեզ հետաքրքիր կարամ ասեմ ին տեսակ։ Դա չէ, հետաքրքիր է, ով է բերել Նիկոլին, հա։ Հա, այդ ով է բերել Նիկոլին, որը բան է, էլի, sense մի քիչ ով է բերել, բայց ով բերեց դրան։ Բայց քանի որ այդ բանը, ես մանկությունը ձեր մոտ անցկացրել, դա գիտենք։ Մանկությունը մեր մոտ անցկացրել մի պատճառով, որովհետև երբ որ Տեր-Պետրոսյանը իր հայտը ձևավորեց նախագահ դառնալու, իր դեմս այլ աջակցող ուժերի Ստեփան Դեմիրճյանի, Արամ Սարգսյանի եւ այլն 24 կուսակցություններ մեկնել ինքն էր։ Այլ ընտրանքով եկավ, ասեց ես պատրաստ եմ աջակցել
Տեր-Պետրոսյանը, ու մենք սկի մարքսիստական կուսակցությանը բան չարեցինք, չվանեցինք, չէ՞, մենք բոլորին թողեցինք որ գան։ Մարքսիստներն էլ էին այդտեղ։ Ինքն էլ Լյուդմիլա Սարգսյանը մեծ կուսակցությամբ շատ շնորհալի բան էր, միտինգ վարող էր, բան տենց, հա, օքեյ, տենց որպես կոպիտ ասած Սուրենի ասել էր, չէ՞, վարում այդ ժամանակ։ DJ ընդունում էինք, տենց որպես միտինգի DJ։ հա։ Խնդրել նա ինչ պայս բաների միտինգ DJ Չէ, ու նորմալ է, շնորհքով էր կատարում այդ։ Չէ, լավ DJ էր։ Հա, բայց մեր մտքով ասենք կարող են ասել որ այդ տգետ մարդուն մենք կարող ենք ասենք տանել դարձնել Հայաստանի ղեկավար։ Մեր մղձավանջային երազում դա չէր լինի ու երբեք դες բան չի եղել ու ես դες պատմել եմ այդ պատմությունը, երբ որ պարզվեց որ ինքը կարող է դառնա վարչապետ, դա Տեր-Պետրոսյանի ամենամեծ մղձավանջն էր։ Ես պատմել եմ նրա մասին, որ ինքը ինչքան հա հիմա ոնց է եկել իշխանության։ Okay, մենք իրար անցկացրել ենք բան մեր ֆրակցիայում, իդեպ ինքը արժանի էր դրան, որպես շարժման մեջ դրում ունեցած։ Այն օրը մի հոգեկան հիվանդ գրել է մի հատ կարա Սերժ Սարգսյանը պատասխանի, թե ո՞ս 12 թվին Նիկոլը դարավ բան։ Չէ, այդ համար Սերժ Սարգսյանը պատասխան չպետք տա, որտեվ դա համար մեկ պիտի պատասխան տանք, ես համաձայն եմ։ Դուք իրան որպես DJ-ության հոնորար, որտեղ լավ էր նվագում։ Ոչ մի արի sense ասեք, գնաց, նստել պայքարեց, ինքը բավականին սկզբունքային կռիվ տվեց, այդպես չի։ Ու ձևավորվել էր նաև մի հատ բանակ մարդկանց, որոնք անձամբ իրան աջակցում էին բաներ անում, այսինքն չի կարելի ուրանալ։ Լավ, 2008-ից հետ Բայց ինքը հետ մտավ պարլամենտ, ես արդեն ասել եմ, խզեց հարաբերությունները մեր հետ։ Նույն, ասում, պահանջվեց կես տարի։ Այսինքն 12-ին այդտեղ ինքը մեր ժամանակագրությունը հասկանանք էլի, որտեղ մարդկա օրինակ ես։ Հա, 12 թվին լիքը մարդ որ այս կարևոր է։ 12 թվին ձեր ֆրակցիայով ինքը դարձավ падգամավոր ու կես տարի հետո դուրս եկավ ֆրակցիայից։ 13-ին հունվարի 1-ին։ Ինքը ֆրակցիայից դուրս ինքը չի եկել ու դուրս մղելու մեխանիզմ մենք չունեինք, բայց ինքը անջատվեց։ Ինքն էս ասում ինքը ոչ լիստերի էր գալիս, ոչ լիստերի էր դրած մեզ քննադատում էր, ամեն ինչ անում էր մեր։ Իսկ կներեք էլի, որ հասկանանք էլի, իմ համար ես լավ չեմ դիրապետում, ես վստահ եմ շատ-շատերը։ Պատճառը ո՞րն էր այսքան այդտեղ գաղափարապես ի՞նչն էր, որ այդպես տարի։ Այդ որ ասեցի, որ Նիկոլի այդ շրջապատում մի հատ մարդիկ, որոնք հետո դու բանը, ինձ մի հատ հետաքրքիր բան են պատմել։ Ասում եմ մենք զարմանում ենք մի բանի վրա։ Դե իրանք մի քիչ նոր էին ԿՊ-ի այդ բանի մեջ, ոչ էլ ԿՊ-ական լինելով, падգամավոր դա։ Ասում եմ ինքը այդքան չէր ատում Քոչարյանին, ու այդքան չէր ատում Սերժ Սարգսյանին, ինչքան ատում էր Լևոն Տեր-Պետրոսյանին եւ Հայ ազգային կոնգրեսին։ Ասում եմ ամեն նիստ նվիրված էր, թե ոնց ենք մենք քանդելու ՀԱԿ-ի բջիջները։ Ասում եմ մի մոլագար ատելություն կար կոնգրեսի նկատմամբ։ Այդ հիմա կարելի է փորձել բացատրել ու ես ինչ-որ բացատրություններ ունեմ, բայց հարցը այդ չի։ Հարցը նա, որ այնուամենայնիվ ինքը 13 թվին մեր հետ հարաբերությունները բան արեց, շատ կոպիտ ձևով խզեց, սկսեց իր թերթում ինչ ասես գրել, ամենակեղտոտ վերաբերյալ մեծ պարակտություն, բանի Տեր-Պետրոսյանի դեմ եւ այլն եւ այլն։ Մեր ճանապարհները 13 թվից հետո բանա, դա դառավ մեր թշնամին, հակառակորդը, ինքը իրան դարձեց մեր թշնամին։ Մենք սկի ռեակցիա չենք տալի, շատ երկար մենք համարում ենք որ պետք չի իրան պատասխանել։ Կներեք, էլի չեմ գաղափարական այդտեղ պատճառ էր, թե ինչ էր, չեմ ասում պատճառը որն էր։ 10-20 եկավ, հետ ինչ կատարվեց։ 10-ին համախոհ էր։ 10-ին ձեզ համախոհ էր, 13-ին ինչ էր ավետ հիվանդի։ Շատ բարձ պատճառ էր։ Իրան կոնգրեսը պետք էր որպես տրամպլին դեպի բան, դեպի պարլամենտում ինքը արդեն սկսեց խաղալ սեփական խաղը։ Էս էր ընդամենը։ Այսինքն կենցաղային ինչ որ տես բան, ոչ ինչ որ հստակ գաղափարական բան։ Այն ժամանակ Սերժ Սարգսյանը գտավ արդեն 17 թվին այդ Նիկոլին չեզոքացնելու ձևը։ Ինքը այդ չեզոքացնելու։ Հա, այդ ելք դաշինքը այտենց հեծանից չի ստեղծվել ու նրանք բոլորը գտնվում էին այնուամենայնիվ իշխանության շատ sense գաղտնի վերահսկողության մեխանիզմերի տակ բայց այդ իր մարշով Գյումրիից ինքը դուրս եկավ այդ վերահսկողությունից այսինքն ինքը բան արեց այդ գրած այդ խզման այդ ըմբոստման ամբոստության գնաց եւ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը վստահ եմ կանգնած էր մի հատ երկրաքի առաջ այսինքն կամ պետք է քոքից ոնց որ ասում են խեղդեր
Նիկոլի։ Որը կբերի շատ մարդկանց հրապարակներ դուրս։ Որ կամ պետք է ասել դե լավ Նիկոլին մեկը լուրջ չեն ընդունում, մեկը ինքը տենց արդեն այն ժողովրդի մոտ ինքը տենց էլ ընկալվում էր որպես գրպանային ընդդիմություն, բան եւ այլն։ Մեկը իրան լուրջ չեն վերաբերվում։ Թող գնա ինչ ուզում անի։ Թող անգամ բանը գնա այդ շենքերը, հիմա որ ասում են բավոր շենքերը գրավում էր ինչի բան չարեց։ Դա տակտիկա էր։ Բայց բարձր տակտիկա եղել, այդ ձեր կարծիքը չի եղել, դա տրամաբանություն է։ Ես ասում եմ իմ կարծիքը։ Սերժ Սարգսյանը որոշել էր, ոնց որ շատ ուրիշ շարժումներ բարձրացան, մարեցին։ 13 թվի հայտնի շարժում։ Այդ նույն բանը կկատարվի Փաշինյանի հետ, պետք չի գնալ ինչ որ ծանր քայլերի, որոնք կբերեն ավելի մեծ ռադիկալիզացիայի, ավելի, չգիտեմ, ինչ լարվածության, բան, պետք չի փչացնել, այսպես ասած, վարչապետի պաշտոնի ստանձնելու արարողությունը եւ այլն եւ այլն։ Ու բայց ինքը մի բան վատ հաշվեց, որ շատ ուժեր կային, որոնք ուզում էին իրան հեռացնեին եւ Նիկոլ Փաշինյանին որոշեցին օգտագործել որպես տարան։ Եվ այն պահին, երբ որ ու այդ ուժերը սկսեցին բերել, լցնել հրապարակները մարդկանցով եւ այլն, որտեվ իրանց հաշվարկը ո՞րն էր։ Նույն Քոչարյանենց, մնացածների, Կարեն Կարապետյանի եւ այլն եւ այլն։ Շատերի հաշվարկը ինչ էր։ Փաշինյանը մի հատ թող տարանի դերը խաղա, Սերժ Սարգսյանի այդ բանը իշխանությունը սասանի թուլացնի իրան պարտադրի հրաժարական, մեկանա լուրջ մարդ չի։ Այդ ժամանակ լուրջ մարդիկ կմտնեն խաղի մեջ։ Իսկ ովքեր էին այդ լուրջ մարդիկ, պարոն Զորաբ։ Դա ամեն մեկը իրան էր պատկերացնում, ասենք, հիմա այս Կարապետյանն էլ է պատկերացրել, Քոչարյանն էլ է իրան պատկերացրել է դերում, որ դա ինչ որ մի հատ անցումային շրջան կգա, որը կհարթի ճանապարհը իր բանի համար։ Այսինքն կներեք, էլի ճիշտ եմ հասկանում, որ ըստ ձեզ, սա նշեմ, որ ձեր կարծիքն է, որ չմարտաշտվա։ Ես вообще չեմ խառնում, ինձ հետաքրքրությունը, հա։ Ըստ ձեզ ստեղծվեց իրավիճակ 18 թվականին, որը կոնտրոլից դուրս եկավ այն համատեքստում, որ շատ ուժերի ներսում եւ դրսում Սերժ Սարգսյանի գնալը ձեռնտու թված սեփական ծրագրերի եւ պլանների իրագործման համար։ Լրիվ Ձեր կարծիքը դա է։ Իսկ հետո ինչ եղավ։ Իդեպ ասում հետո պարզվեց մի բան, որ ի սկզբանե պարզ էր, որ հաղթած տարանը, որը ծակում է դարբասը, մտնում է բանը, տարանը բնականաբար գործիքից վերածվում է հերոսի, դրակոնի գլուխը կտրողի եւ ինքը արդեն ասպախ էր, դուք ինձ ուզում եք որպես տարան օգտագործեք։ Չի այդպես բան։ Դες բան չի լինի, արդեն ժողովուրդը ինձ հետ է, արդեն ժողովուրդը ինձ է տենում որպես դրակոն սպանող եւ այլն, ես վերցնում եմ իշխանությունը եւ նաեւ այդ լուրջ մարդկանցով դուք սաղդ գնացեք մտեք ձեր բները։ Այդ կատարվեց։ Այսինքն այս դիսկուսիայի մեջ ես կարծում եմ ինչ որ ճշմարտության մի մաս ասում է մի կողմը, ճշմարտության մի մաս ասում է մյուս կողմը, ես ասում եմ ոնց եմ ես պատկերացնում, որ այս բանը եղել է։